Բարև ձեզ։ Մեդիա կենտրոնում այսօր տեղի կունենա քննարկում Սկոչով փակել են բերանը ու ծեծել հերթական խոշտանգումը ոստիկանությունում թեմայով։ Ներկայացնեմ մեր բանախոսներին Սերգեյ Աբրահամյան ոստիկանությունում բռնության ենթարկված քաղաքացի, Արա Ղարագյոզյան բռնության ենթարկված Սերգեյ Աբրահամյանի փաստաբան եւ Նինա Կարապետյան իրավապաշտպան Հելսինկյան ասոցիացիա հասարակական կազմակերպության ղեկավար։ Բարև ձեզ հարգելի բանախոսներ, շնորհակալ եմ այստեղ գտնվելու համար։ Եվ այսպես օրեր առաջ փաստաբան Արա Ղարագյոզյանը ահազանգել էր ոստիկանական խոշտանգումների հերթական դեպքի մասին, հրապարակելով տեսանյութ եւ լուսանկարներ, որոնք փաստում են ոստիկանների քաղաքացի Սերգեյ Աբրահամյանի նկատմամբ կիրառված բռնությունը։ Տեղեկացնեմ, որ դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնել։ Քննարկումը, պարոն Աբրահամյան, սկսենք ձեզանից, նախ կխնդրեմ ներկայացնեք դեպքի վերաբերյալ մանրամասները, երբ է տեղի ունեցել, ինչ հանգամանքներում, խնդրեմ։ Անցած ամսի 28-ին ծանոթ սվագրի համաձայն պետք է ներկայանա Արմավիրի քննչական բաժանում։ Առավոտյան արթնացել եմ, տեսել եմ առավոտյան 10:30 պետք է ներկայանայի, տեսա ժամը 11-ն է, ծանոթագրի հեռախոսահամար նայեցի, զանգեցի, ասացի քննած եմ մնացել, էլի կարող եմ հիմա այցելել։ Ասաց ժամը 4-ին հարմար է, ասացի հա։ Ժամը 4-ին գնացի հերթապահ ոստիկանը, որով պետք է թույլ տա ներս մտնել, զանգեց ասեց, որ քեզ չեն ընդունում, գնա։ Ես անմիջապես զանգեցի մարդու իրավունքներ, ասացի, քանի որ նախկինում էլ 2021 թվականի միջադեպ եղել, որ տարեցել են դրա շուրջ քրեական գործ կառուցված, ցանկացել եմ խուսափել ոստիկանության հետ, գիտակցելով, եթե չներկայանամ, բերման կուղարկեմ, որը ոստիկանության միջոցով է իրականացվում։ Մարդու իրավունքներին անմիջապես հենց քննչականի դիմացից այդ մասին տեղեկացրել են, զանգել։ Դրանից հետո գնացել եմ տուն եւ առավոտյան ժամը մոտ 10:30-ի սահմանում կինս կնիցը զեն տվեց, հեռախոս տվեց, ասեց ոստիկանությունից են իջեն ուզում։ Խոսացի, վերկեցա, դուռը բացեցի, ներս հրավիրեցի, նույնիսկ կնոջս ասացի սուրճը ուրասիրեց։ Այդ ընթացքում ոստիկաններից մեկը անընդհատ դուրս էր գալիս, հեռախոսով խոսում, նորից գալիս ու կոֆեն ես խմեցի, վերջացա, մոտեցա դռանը, ասեցի դե խմեք, դուրս գանք։ Այդ ընթացքում դուռը արդեն կողպված չէր, ուղղակի ծածկացել։ Մի խումբ ոստիկաններ ներս են մտել ու ինձ ուշքի հեռարել, պարկասնելով գետին, որպեսզի կանդալեն անեն, ես տեսաձայնագրության մեջ չերևում, ասում եմ, ինչի համար եք ուզեմ կանդալեք, երբ որ ես գալիս եմ։ Եվ այդ ժամանակ են բռնության ենթարկում, հետո ձեռքերս կանդալած տանում են ոստիկանության բաժանմունք, համանքային ոստիկանության բաժինը, ոտքերս են կանդալում, սկոչով, լայն սկոչով բերանս կապում եւ քացիներով բանով սկսում են արվածել։ Քանի որ այդ ընթացքում ոնց որ sense փսկվելու վայրant կիսահետ տայի, բանը չի եկել։ Պաշտոնավորներից մեկը նկատում է, որ խեղդվում եմ, քթից միջնապատն է ջարդված է, չի կարող լիարժեք քթվը շնչել։ Հրանգում է, որպեսզի չհարվածեն, ասել եմ մեռը մնաց վրեկներս չխփեք ու սկոչը քանդում են, գցում են սեղանի տակ գտնվող աղբամանի մեջ, կուլոլում գցում է, որը աղբամանը դատարկ էր։ Հետո մինչև մոտ ժամը 4-5 երեկոյան պահել են, տարել են քննչական բաժին, կնոջս եմ ոստիկանության դիմաց ասել, որ ասա թող մարդու իրավունքների զանգի, թող իրանք սկորի ուղարկեն, որպեսզի սկորին կանչը գրանցվի, որը չի եկել, տարել են քննչական բաժին, քննիչի մոտ բերմանի արձանագրության մեջ գրառում եմ կատարել, քանի որ դեմքս տեսանելի էր քննիչի համար, գլուխս ամբողջությամբ։ Քննիչը տեսախցիկը այդ դրդապատճառով չի միացրել, իր գոլեգյան խորհուրդ տվեց, որ պետք է միացնի, իմ բանման բելի։ Ես գրառում կատարեցի, որ շտապ օգնություն կանչեք, դուրս եկավ դուրս, կարծում եմ պետի մոտ երևի, եկավ, ասես դու գնա ձեր տնից շտապ օգնություն կանչես։
Ես դուրս եմ եկել, տաքսի եմ նստել մոտակայքից։ Նույնիսկ տուալետ եմ ուզեցել գնալ, ձեռքերս այդպես կանդալած, ասել են այնտեղ մեջքիս հետևից կանդալած, ասել են այդպես գնաս։ Ես գնացել եմ տուն, կինը շտապ օգնություն կանչել, եկել են սրսկել, բան գնացել, կնոջս թելադրել եմ ամբողջությամբ գրել տեղի ունեցածի վերաբերյալ, որը մարդու իրավունքների ցուցումով նաև նկարել եմ WhatsApp-ով ուղարկել, որպեսզի ավելի շուտ հասնի, որտեղ նշել եմ կոնկրետ, որպեսզի չկարողանան ասեն ապացույցների բազմիցս նայել եմ նման դեպքեր, որ չեն կարողանում ապացուցել, ես նշել եմ նույնիսկ շկողոչնել իմ մազերս վրա, քանի որ գլխովս պատտել էին։ Այս ինչ հարկում, այս ինչ սենյակում աղբամանի մեջ գցած անմիջապես, եթե ներքին կարգով հրանք չլինի դա վերացնեն 100%-ով մեջնա, քանի որ աղբամանը ամբողջությամբ դատարկ էր, որ ուղղակի ամպուտություն ա եղել իր կողմից, որ չեն կարողացել այդ հանգամանքը կոսկել։ Եվ դիմել եմ պաշտպանի Սարհ Ղարագոզյանին։ Դուք նշեցիք, որ երբ բռնության էին ենթարկում ձեզ, ասում եք, ես միևնույն է ինքնակամ գալիս եմ, ինչու եք հա բռնություն կիրառում։ Ինչ էին արձագանքում, որևէ հիմնավորում կար։ Ոչ, շարունակությունը կա եւ ուղղակի պահանջնա, որ թող ձեռքերդ կանդալենք։ Ես էլ ասում եմ, ինչի համար կանդալեք, ես որ կամավոր գալիս եմ, թողեք գալիս եմ, ու այնտեղ այն կադր կա, որ դոշիցը sense աժդահամարտ սխման այս տպավորությունն է, որ կամ նման դեպքում նման արար գործում են, երբ որ մարդ սիրտը կանգ առել, կամ հետ դրեն, կամ ուզում են սպանեն։ Շնորհակալություն, պարոն Ղարագոզյան, ձեր գնահատականը որպես փաստաբան, ինչ էթիկական նաև հա պարտականություններ ունեն, այսպես ասած, ոստիկանները քաղաքացիների հետ շփվելիս, հատկապես վկաների հետ կապված հա իրավիճակներում, եւ ինչ մանրամասներ կարող եք ներկայացնել, խնդրեմ։ Շնորհակալություն, սա հերթական կարելի ասել անպատժելիության թեման է, քանի որ մենք կազմակերպությունով Հելսինկյան ասոցիացիան բազմաթիվ խոշտանգման զոհերին ենք պաշտպանում, սա այն անպատժելիությունն է, որ այդպես էլ չպատժվան որևէ ոստիկան կամ եթե բան դեպք է եղել խոշտանգումով մեղադրական դատավճիռներ, դա դեռ շատ քիչ է։ Անդրադառնալով այս գործին մենք տեսանք այդ տեսանյութերը, նաև դուժողին լսեցինք, թե ինչ անմարդկային, այսը ոչ միայն խոշտանգման տարր կան, նաև արժանապատվությունը նվաստացնող, այսինքն որևէ պատճառ չի եղել անձին նկատմամբ բռնություն իրականացնելու, քանի որ տեսում ենք տեսանյութով, ինչպես նաև կինը, քանի որ կինն է նկարել այդ բռնության տեսարանները, նույնիսկ դուժողն էլ է ասում, որ կգամ, թողեք գամ, կինն էլ է ասում, որ մենք գալիս ենք, այսինքն որևէ հիմք չի եղել դուժողի նկատմամբ բռնություն իրականացնելու։ Այս պարագայում ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտարարություն էր տարածել, պնդելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք, չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։ Ինչպես գիտեք, ես ոստիկանապետի խոսնակի հայտարարության վերաբերյալ նաև դիրքորոշում էի հայտնել, որ ոստիկանությունը նույն ոստիկանության խոսնակը չի կարող անպատասխանատու հայտարարություններ կատարելու, պատկերացրեք նոր էր այդ տեսանյութը հրապարակվել, դեռ քրեական վարույթ չկար, ոստիկանությունը շուտապույտ հայտարարություն է տարածում, կարելի ասել, որ սա արտարացում է համարվում, ինչպես կարելի է ոստիկանությունը արտարացնի բռնությունը, քանի որ փաստացի սա այդպես է ստացվում, որ իբրև դուժողը խոչընդոտել է, ոստիկանությունը ֆիզիկական ուժ է գործադրել, եթե դուժողը ու հայտարարություն էր տարածվել, որ ոստիկանության հակակոռուպցիոն վարչությունում ծառայողական քննություն է իրականացում, այդ որ քննության արդյունքում պարզեցիք, որ դուժողը խոչընդոտել է, ոստիկանությունն է համաչափ ուժ է կիրառել, այն դեպքում, որ ոչ դուժողին է լսվել, ոչ ոստիկաններն է հարձակվել միջադեպի մասնակից եւ ոստիկանությունը նման հայտարարություն է տարածում, այսինքն սա նշանակում է, որ գործում է անպատժելիություն, անմիջապես փորձում են տպավորություն ստեղծել, որ ոստիկանությունը օրենքի սահմաններում է գործել, իսկ քաղաքացին օրենքից դուրս գործողություններ է կատարել, չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին, ինչ օրինական պահանջի մասին է խոսքը,
եթե նույնիսկ թեպետ այս դեպքում դա բացակայում է, եթե նույնիսկ դուժողը չի ուզեցել, որ իրեն ձերբակալեն կամ ձեռքերին ձեռնաշղթանցնեն, ոստիկանությունը կարող էր նաև զսպող միջոցներ իրականացնել, ոչ թե նմանատիպ տեսակ ոստիկաններից մեկը փորձում էր, քանի որ տեսանյութով երևում է, թե դուժողը ոնց է ասում, խեղդվում են, բաց թողեք, ոնց կարող է ոստիկանությունը նման ձև իրեն պահել այն դեպքում, երբ որ կինը լուսանկարանում էր, պատկերացրեք ոստիկանության բաժնում, երբ որ լուսանկարանող չի եղել եւ դուժողը անպաշտպան է եղել, ինչ բռնություններ են կիրառել, որը արդեն իսկ դուժողի կողմից հարդարեցվեց բերանն սկոչով փակե, նույնիսկ կարելի ասել այդ անմարդկային վերաբերմունքի արդյունքում դուժողը սիրտն է հետ տվել եւ այլն ու մինչեւ օրս ընդամենը քրեական վարույթ է նախաձեռնվել խոշտանգման մեղադրանքով, սակայն մինչև օրս դեպքից ինչքան ժամանակ է անցել, որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրված, կարելի ասել, որ սա հեշտական դեպքն էր, երբ որ հարուցվեց գործը եւ մինչև օրս որևէ մեղադրյալ չկա քրեական վարույթով։ Այս պարագայում, երբ անգամ լուսանկարներ, ինչպես նշեցիք, տեսանյութեր կան, ինչպես եք բացատրում այն, որ որևէ զարգացում։ Ճիշտն ասած, ես չեմ կարող դա բացատրել, քանի որ դա պետությունը պետք է բացատրի, թե ինչի մինչև օրս որևէ անձի մեղադրանք չի առաջադրված, որովհետև ինչպես կարելի է, մենք ամեն ուր տեսնում ենք բռնություն, թաղապետարանում բռնություն է լինում, ոստիկանական բաժիններում բռնություն է լինում, ինչքան կարելի է այս անպատժելիությունը հանդուրժել եւ բռնությունը հանդուրժել ի վերջո, եթե այս ամեն ինչը տեղի է ունենում եւ անպատժելիություն է, որովհետեւ մեկը չի պատասխանատվության ենթարկում, ընդհանուր նաեւ տեսակ դուժողը նշեց, որ նույն ոստիկանության բաժնում ինքը 2021 թվականին կրկին անգամ բռնության է ենթարկվել, կրկին անգամ ձևական քրեական վարույթ է հարուցվել ու մինչև օրս որևէ մեղադրյալին որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։ Շատ լավ, պարոն Աբրամյան, դուք ինչպես եք մեկնաբանում այս հայտարարությունը, նշվում է, որ դրսևորել եք ոչ պատշաճ վարք չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջին։ Այս վիճակ ոսկոր չկա, ինչ կուզի կասի, բայց ես փաստական երկու հանգամանք ձեր ուշադրությանը կհրավիրեմ, այդ դեպքում եթե օրինական էր իրենց գործողությունները, երբ խուսափելու, թաքցնելու որևիցե դրդապատճառ չունեին, ինչով է պայմանավորված, երբ որ ես պաշտպանիս խորհրդով ներկայացել եմ արմավիր բժշկական կենտրոն եւ արմավիր բժշկական կենտրոնում որևիցե վնասվածք չի արձանագրվել ոստիկանության գալուց եւ բժշկի հետ առանձնանալուց հետո, երբ որ հեռախոսով ինչ որ մեկի հետ է խոսել բժիշկը եւ բժշկական տեղեկատվություն է տրամադրվել, որովիցե վնասված նշված չի մեջը, ընդ որում նշված է, որ փայծախ լարդ մեծացած չի, որը բանակի տարիքից հենց պետության կողմից ստուգման արդյունքում է պարզվել, որ դեռ 20 տարի առաջվանից է փայծախ սուլյարդս մեծացած եւ տարիքի հետ լյարդն ու փայծախը նաեւ շարունակում է մեծանալ։ Նաեւ մեկ հանգամանք եւս, որ քննչականում ես շտապօգնություն եմ կանչել, քննչական կոմիտեն չի կանչել, փորձել է դրանով թաքցնել իրենց մտերմական կապի պատճառով թաքցնել հանգամանքները, տեսած դայնագրությունը չի միացել, որպեսզի չնկարվեն, քննչական նույնիսկ գործողություն է կատարել, որը որ օրենքից բխող պետք է տեսած դայնագրության արտահայտության կատարել։ Սրանք հանգամանքներ են, որոնք փաստում են, որ իրենք միտումը եղել է կոծկել եւ ոստիկանության հայտարարությունը նույնպես կոծկման բաղադրիչ մաս է կազմում։ Իսկ բժշկական կենտրոն շուտ է դիմել դեպքից հետո։ Անմիջապես կինը շտապօգնություն է զանգել, եկել են մի քանի դեղ են սրսկել, ասել են տանենք հիվանդանոց, ասել են, որ առավոտյան ես պոլիկլինիկա գնամ, որպեսզի նպաստի թղթով վճարովի տակ չլինեմ, գումար չկա ձեռքս։ Ու առավոտյան անմիջապես այցելել եմ, ընդ որում հատկանշը կնա նաև, որ ես դրա հաջորդող օրն եմ հիվանդանոց ներկայացել եւ ոչ մի վնասված չի արձանագրվել, իսկ դատական բժշկի մոտ ներկայացել եմ մոտ 1 շաբաթ հետո, չէ։ Մոտ 1 շաբաթ հետո եւ մանրամասն վնասվածքներս արձանագրվել է դատական բժշկի մոտ, որը հակասում է արմավիրի տված բժշկական փաստաթղթին։
Տիկին Կարապետյանց կխնդրեմ ձեր մեկնաբանությունը ներքին գործերի նախարարության արդեն հայտարարությանը, հա, արդյոք որևէ ուղերձ ունի եւ ընդհանրապես հայտարարությունը կարող է ազդեցություն ունենալ գործի ընթացքի ընդհանուր հանրային ընկալման վրա։ Գիտեք, եթե սա լիներ առաջի դեպքը, մենք կարող ենք ասել, որ պատահականություն է, որ միտում չկա, որ մտածված, ուղղորդված այսպես գործընթաց չի ընթանում, բայց ցավալիորեն մենակ ձեր եթերում մենք անհիշելի, անհաշվելի թվով խոշտանգումների բռնության հետ կապված արել ենք ասուլիսներ եւ շնորհակալություն ձեզ դրա համար եւ ամեն անգամ մենք հանդիպում ենք այս նույն հայտարարությանը։ Ես երևի շատ հին եմ, բայց ես անհիշելի ժամանակներից հիշում եմ այս հայտարարությունը, ասում եմ Արաֆիկ вообще ни в чем не виноват։ Եվ ամենատխուրը գիտեք ինչի մեջ է, որ մինչև քննություն իրականացնելը, մինչև քննության ավարտը բավականին բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց թույլ են տալի այսպիսի հայտարարություններ անել։ Սա մի կողմից անպատասխանատու է, ավելի գեղեցիկ բառ կա, բայց եթերային չի հարմար չի ասելը, եւ մի կողմից անպատասխանատու է, մյուս կողմից սա միջամտություն է։ Սա քննիչներին ուղղություն է ցույց տալի, թե որն է ներքին գործերի նախարարության համար ցանկալի, այսպես բաղձալի ուղղություն։ Ինչպեսին պետք է լիներ նախարարության արձագանքը հայտարարությունը այսպես։ Քննությունը իրականացվում է քննություն, տեղեկություններ կհայտնենք ըստ Պամիրի պաստուպլինի, հա, ըստ դրանց հայտնվելու բանով։ Բայց սա չի լինելու, որովհետև նորից եմ ասում, սա խոշտանգման առաջի դեպքը չի։ Եթե սա վերջինը լիներ, մենք էլի հանգոն մի քիչ հանգիստ կլինենք, ասենք լավ, վերջինն է, այսպես բան, բայց մի քանի օր առաջ ընդամենը նորից բռնությամբ, նորից ուժ կիրառելով, այս անգամ էլ կին են տարել, նորից նվաստա, այսինքն բոլոր գործողությունների մեջ կա մարդուն, քաղաքացուն, Հայաստանի Հանրապետության հերոսին, հարկատուին նվաստացման ճանապարհով, խոշտանգելու ճանապարհով տանել եւ ուժի ցուցադրմամբ տանել բռնության ենթարկելով, մի տեսակ ինքնահաստատվել ոստիկանության միջոցով։ Տիկին Կարապետյան, դուք ինքներդ էլ նշեցիք, հա, բազմաթիվ անգամ անդրադարձել ենք խոշտանգումների դեպքերին, այդուհանդերձ չեմ կարող կրկին նույն հարցը չհնչեցնել։ Ինչու են բռնությունները շարունակվում ոստիկանության համակարգում։ Այն դեպքում, երբ բարեփոխումների նպատակով ծախսված հսկայական միջոցների մասին մենք տեղեկություններ ունենք, հա, խնդրեմ, ինչու է այս արդյունքում քաղաքացի ոստիկան հաղորդակցությունը շարունակում այս ոճով, խնդրեմ։ Որտեղ մնացին բարեփոխումները, այդ հարցը պետք է տալ քաղաքասարակությանը ներկայացուցիչներին, ովքեր 3 տարի գլուխ էին լվանում, հարթուկում ու համոզում էին հասարակությանը, որ այս իշխանությունները գնում են բարեփոխման ճանապարհներով։ Այդ հարցը իրանց կտակ։ Իրանց հարցը կտակ նաև այդ ոնց եղավ, որ 3 տարի բարեփոխելուց հետո 3 տարի չէ, այս իշխանությունը 7 տարի իշխանության է։ 7 տարի անձնվիրաբար ինչ որ գործողություններ անելու արդյունքում ոնց է ստացվում, որ մենք ականատես ենք լինում 96 թվականին բնորոշ գործողություն 2000 թվին, 2013, 2008, 2015, 2016, 2000 ու այդպես անսահմանափակ բոլոր ժամանակներում սա այն մեթոդաբանությունն է, որը եղել է բոլոր ժամանակներում։ Ինչու չի փոխվում ոստիկանությունը, ինչու այս իշխանությունը չգնաց ոստիկանությունը բարեփոխելու, կոնկրետ գործի հետ կապ չունի, ես ներողություն եմ խնդրում իհարկե դժողից, որտեղ ինքը հիմա բայց պիտի հասկանանք նաև որ խնդիրները ընդհանուր են եւ համապարփակ են։ Ինչու չի գնում փոփոխությունների, որտեղ այս իշխանություններին եւս պետք է ոստիկանություն, որը կկատարի ապօրինի հրամաններ։ Եվս պետք է իշխանություն, ոստիկանություն, որը որ կգնա բռնության, եթե այդպիսի հրաման հնչեց իշխանությունների կողմից։ Ես պնդում եմ, որ այս դաբրոն տրվել է իշխանությունների կողմից, որովհետև շատ կարճ ժամանակ 18 թվականից հետո մենք տեսել ենք չբարեփոխված, չլուստրացված, չվեցինգված, ոչ մի բան չարած, այսքան փող վրան չթափած ոստիկանություն, որը շատ նորմալ էր ու ադեկվատ։ Շատ նորմալ հստակ իր գործողությունները իրականացնում էր եւ մենք այն վերջում խոսելու տեղ չունենք, բայց եկա որոշակի ժամանակ 20 թվականից հետո եւ ես համոզմունք եմ հայտնում եւ ես դրա ապացույցն էլ կարող եմ ներկայացնել դա հունիսի 12-ի բաց ամբիոնից թիվ 1 հարթակից ջատագովումն ու ծափահարություններն էր եւ բանի վարչապետի կողմից որ ոստիկաններ ավելի լավ տենց ներգործություն ունենան, իրանք ավելի շատ կպարգևատրեն եւ շնորհակալություններ հայտնում բռնության համար։ Դե պատկերացեք, եթե
ուղիղ եթերում թիվ 1 ամբիոնից են այսպիսի բաներ հնչում, պատկերացրեք թե ինչեր են հնչում փակ դռների հետևից եւ ինչ հրանգներ են տալի եւ ինչ դաբրոներ են տալի։ Եվ մի բան էլ ես 1000 անգամ ասել եմ, բայց նորից պիտի կրկնեմ, երբ 19 թվականին սկսեցին մեկը մյուսի հետևից փակվել ոստիկանության բռնության բազմաթիվ գործեր, ամենահայտնիներն են, որոնցից Էլեկտրիկ Երևանը, Սարի թաղը ու էլի բազմաթիվ այդպիսի դեպքեր, երբ սկսեցին, որոնք չէին փակվել Սերժ Սարգսյանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի օրոք երբ սկսեցին փակվել, ես այն ժամանակ եմ ասել, որ ոստիկանությունը կիրառել է նույն գործիքակազմը, որը կիրառել է 2000 մինչև 2018 թվականը։ Ու ցավոք սրտի սա գնալով ավելի խստանալու է, մեր հասարակությունը կարող է ականատես լինի շատ ավելի տխուր եւ թե քանակով, թե ծավալով, թե իր էության բովանդակությամբ շատ ավելի ծանր դեպքերի են ականատես լինելու։ Ցավոք սրտի այս իշխանությունն պետք է այսպիսի ոստիկանություն։ Պարոն Ղարագյոզյան, ինչպեսին են հնարավորությունները, շանսերը, հա, որ այս գործը կհանգեցնի արդար քննության, արդար, այսպես քրեաիրավական գնահատական կստանա։ Դուք բազմիցս այս տարիների ընթացքում դուք էլ նշեցիք, հա, բազմաթիվ խոշտանգումների դեպքերով եք զբաղվում։ Շատ հաճախ նշում եք, որ անգամ հոդվածը խոշտանգման հոդված չի ընտրվում, հա, կխնդրեմ ներկայացնեք։ Կլինի, ինչ որոշում կլինի, չեմ կարող ասել, բայց քանի որ այս ձևի դանդաղկոտ քննություն է իրականացնում ու մինչև որս քրեական վարույթով որևէ մեղադրյալ չկա, որևէ մեկի լիանզորություն չի դատարեցված, դա խոսում է նրա մասին, որ հույսեր, որպես այդպեսին չկա, որ ինչ-որ մեկին մեղադրանք է առաջադրվելու, թե ոչ, բայց սակայն բնական է, մենք պետք է պայքարենք, մենք համապատասխան միջնորդություններ պետք է ներկայացնենք առերեսումների եւ այլնի վերաբերյալ, քանի որ մինչեւ օրս որևէ նմանատիպ գործողություն չի կատարվել, իսկ ինչ մնում է, այո, խոշտանգման հոդվածով քրեական վարույթ է հարուցվել, կարելի է ասել սա բացառիկ դեպքերից է, որովհետեւ հիմնականում խոշտանգման հոդվածով քրեական օրենսգրքով արգելված չի այդ հոդվածով քրեական վարույթը նախաձեռնվում, հիմնականում նախաձեռնվում է լիազորությունների անցման հանցակազմով, բայց դա շատ քիչ երևույթ է, որ քրեական վարույթ է հարուցվել այն խոշտանգման հոդվածով, մնում է, որ իրականում քաղաքական կամք լինի, նախ եւ առաջ շատ կարեւոր է արձանագրել, որ պետք է քաղաքական կամք լինի, որ երկրում խոշտանգումներ չլինեն, իսկ եթե լինում է, պետք է պատժվին, բայց սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ այդ պատժելիությունը չի լինում եւ նմանատիպ դեպքեր տեսնում ենք ամեն անգամ գնեք, ինչ է նշանակում ոստիկանության բաժնում մարդուն նվաստացնեն սկոչով բերանը փակել, այսինքն դա նշանակում է, որ ամենա կարելի ասել ծայրահեղ միջոցն են ընտրել ոստիկանությունը օրինական ճանապարհով ընտրելու, ի վերջո այսքան խոսում է ոստիկանական բարեփոխումների մասին, նաև ի վերջո ոստիկանապետ փոխվավ, Արփի Սարգսյանն է ոստիկանապետը, տպավորությունն է, որ իրականում ինչ-որ բան պետք է փոխվի, սակայն ցավոք սրտի նաև վերջերս էլ տեսա, որ ոստիկանությունը ինչ-որ խումբ է ստեղծել խոշտանգումների հանձնաժողով եւ այլն, իսկապես ոչ բոլոր այն կազմակերպությունների, որոնք որ իրապես զբաղվում են խոշտանգումների դեմ պայքարում, այսինքն եթե ցանկացած հանձնաժողով ստեղծվում է ու տակրում է ձևական բնույթ, սակայն ես տարիներ շարունակ բարձրաձայնում եմ կոնկրետ մեղադրյալներ կան, ովքեր ամբաստանյալի աթոռին են, սակայն շարունակում են աշխատել ոստիկանական համակարգում, պատկերացրեք, ինչ որ դատավորի կոռուպցիոն հանցագործության մեջ ձերբակալ են, սակայն դատավորի լիազորությունը կասեցվի եւ դատավորը շարունակի իր աշխատանքով զբաղվել։ Նույնն է ոստիկանության դեպքում, ինչպես կարող է ոստիկանը ներգրաված լինի մեղադրյալի աթոռին եւ ինքը շարունակի ոստիկանական համակարգում աշխատել։ Սա կարելի ասել աբսուրդային ժանրից է, որը նույնիսկ Արփի Սարգսյանի կողմից դա չփոխվեց, որովհետեւ կոնկրետ օրինակ Արտուշ Միրակյանը դա դատապարտվել է 7 տարի ազատազրկման, գործը վերաքննիչ դատարանում է գտնվում, չգիտեմ վերաքննիչ դատարանը կարտարացվի թե կրկին անգամ նույնը կթողնվի Արաչյանի դատարանի որոշումը, բայց կոնկրետ վերաքննիչ դատարանում հարց ու պատասխանի ժամանակ մենք իմացանք, որ անձը բարեկային ծառայությունում է աշխատում։ Ինչպես կարելի է խոշտանգման հոդվածով անձը դատապարտվի 7 տարի ազատազրկման
դեռ այ օրինական ուժի մեջ չկա ու ասենք ոստիկանությունը կամ իրավապահ մարմինները չեն փորձում կասեցնել։ Սա ինչ ռիսկեր է պարունակում իր մեջ։ Սա իր մեջ ռիսկ է պարունակում անպատժելիության, որ տուժողներ տեսեք, որ որևէ մեկը չի տադվելու, տեսեք, որ ծեծել են, շարունակում են ոստիկանական համակարգում աշխատելու։ Սա խոսում է դրա մասին։ Շնորհակալություն։ Ներողություն, սա խոսում է նաև համակարգային կոռուպցիայի մասին, որովհետև եթե ենթադրենք ոստիկանությունը բռնություն էր կիրառել, ենթադրենք անհամաչափ ուժ էր կիրառել, լավ, բա քննիչը որ չի տեսնում, չտեսնելու է տալի, տեսախցիկը չի մնացնում, տուժողի հետ հարցաքննության այդ գործընթացի ժամանակ Բա այդ ինչից է։ Իսկ որ շտապօգնություն են կանչում, շտապօգնությունը տեղ չի հասնում, բա այդ ինչից է։ Իսկ որ մարդը գնում է իրանց տարածքային բուժ հաստատություն ու տեղ էլ չեն տեսնում, բա դա ինչից է։ Եվ վերջապես մեծ հարցեր կան, շատ հարցեր կան, որոնք խոսում են դասական, դասագրքային, համակարգային կոռուպցիայի մասին։ Եվ բոլորը ովքեր ամեն անգամ չգիտեմ, ծափ են տալիս ու շնորհավորում են իրար համակարգային կոռուպցիան հաղթելու հարցում, ես ուզում եմ հարց տամ, դուք նույն բանն եք ասելու, երբ որ ձեր նկատմամբ լինի այսպիսի բռնություն, իսկ այս բռնությունը որևէ մեկին չի երաշխավորելու, որովհետև այս իշխանությունը ապացուցել է, որ ինքը ամեն անգամ իրեն նվիրված, անձնվիրաբար ծառայող մարդկանց անգամ չի խնայում։ Հետևաբար, այո, սա ինչ որ պահի գալու է ծեծելու ցանկացած մեկի դուռը, ու սա մի մարդու խնդիր չի, սա մի քաղաքացու խնդիր չի, սա մի խումբ մարդկանց կամ քաղաքական կամ ինչ որ այլ հետաքրքրություններով միավորված մարդկանց խնդիր չի, սա համընդհանուր անվտանգության խնդիր է։ Շնորհակալություն, խնդրեմ ներկայացեք եւ հարցը։ Անհարգալից վերաբերմունքի, նվաստացումների, ատելության խոսքի առումով դա ինչի մասին է խոսում, նաև հենց վերաբերողների։ Սա ցավալիորեն ես ամեն անգամ մատնանշում եմ իշխանություններին, ինձանից շատ վիրավորված ու նեղված են, բայց սա իսկապես իրենց խնդիրն է, որովհետև իրենց ձեռքում կան գործիքներ եւ միջոցներ եւ հնարավորություն եւ առնվազն գոնե իրանք էին դրա մասին ամեն անգամ հայտարարում, որպիսի կասեցնեն անընդհատ մեկը մյուսի հասցեին ատելության խոսք հնչեցնելը ինքը չի կարող անհետևանք լինել, ինքը անպայման հասարակության ներսում գտնում է իր, այսպես, ինչ ասեմ, ֆանատներին։ Ու երբ որ շարքային քաղաքացին տեսնում է, թե ոնց է ամենաբարձրաստիճան պաշտոնյան որոշակի շարժումներով կամ բառամթերքով կամ պահվածքով, վարքով, հայացքով, եթե ուզում եք, դիմացինի հետ անհամաձայն իրենց հետ անհամաձայն մարդկանց հետ վարվում, ինքը համարում է, որ դա վարքագծի նորմալ կանոն է, որ ճիշտը տենց է։ Ու այս իշխանությունը, այո, մեծագույն պատասխանատվություն ունի ու մեղքի բաժին ունի, որովհետև ինքը կարող էր, եթե տենց հեղափոխական են, ասել ժողովուրդ, լավ, եկեք կանգնում ենք, այստեղ կանգնում ենք, այսօրվանից մենք կանգնեցնում ենք, մենք գոնե, չգիտեմ, բան ենք հայտարարում, հա, մորատորի ենք հայտարարում այդ ատելության խոսքի, բայց իրենք ամենացածր ռանգի, ամենաայն չնչին ռանգի չինովնիկից մինչև ամենաբարձր աստիճանի չինովնիկներ այնպիսի վարքագիծ են դրսևորում, որ ինքը չի կարող անհետևանք կորել։ Ոչ մի էներգիա, հատկապես բացասական լիցքավորված էներգիան ինքը չի կարող կորել բնության մեջ։ Ինքը անպայման իր դրսևորումները գտնելու է, բայց էլ իրանց համար շատ վատ լուր ունեն։ Իրանք լավ չեն պատկերացնում, որ ինչքան իրանք բացասականը գեներացրեցին, այնքան իրանց վերադառնալու է շատ ավելի բացասական։ Իրանց մերժելուց թավ վիշով վախենամ չմերժեն։ Պարոն Աբրամյան, լրացում ունեք, խնդրեմ։ Բարձրացում։ Ինչ ռիսկեր է պարունակում, վերջերս հենց Արմավիրի տարածքում մի երիտասարդ ես թող բռնություն չնչի, ես իրողությունն եմ ներկայացնում։ Ոստիկանների վրա կարակեց, ուղղակի ես չեմ կարծում, որ առիթ է կօգտագործեն ոստիկանի վրա կարակել կամ այդ ինչ խիստ դրդապատճառ պիտի լինի, որ ոստիկանների վրա կարակեն։ Գուցե հենց այդ անպատժելիության մթնոլորտը տեսնելով մարդը արդեն նման քայլի է գնացել։ Պարոն Ղարագյոզյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ գործի ընթացքը դանդաղում է, կխնդրեմ ներկայացնեք սա ինչ ազդեցություն կարող է ունենալ, եթե այսպես վերցնենք խոշտանգման դեպքերը, դուք մշտապես նշում եք, հա, արագ արձագանքման, այսպես յուրահատկություն ունի, արագ արձագանքումը պետք է շատ կարևոր լինի եւ անհրաժեշտ է։ Այս պարագայում եթե դանդաղ է ընթացքը, սա ինչ հետևանքներ կարող է ունենալ։
Տեսեք, ընդհանրապես խոշտանգումների գործերի արդյունավետ քննությունը դա սահմանված է Եվրոպական կոնվենցիայով եւ դա խոշտանգումների զերծ մնալու իրավունքը դա բացարձակ իրավունք է եւ տեսեք քննչական կոմիտեում առանձնացված ստորաբաժանում է ստեղծված խոշտանգումների պաշտոնատար անձանց վարչություն եւ վերջի այդ վարչությունը ինչի համար է ստեղծվել ոչ թե ձևի համար այլ կոնկրետ այստեղ կնեք ես պետք է դուժողի կողքը նստած չլինեի կամ Տիգին Կարապետյանցը պետությունը պետք է նստած լիներ դուժողի կողքը եւ պետությունը պաշտպաներ որևէ ժողովրդավարական երկրում դուժողի կողքը պետք է փաստաբան չլինի որովհետեւ պետությունն է պաշտպանում խոշտանգման զոհին բայց արյութես մենք ենք գնում այստեղ, մենք ենք գնում այնտեղ, տեսակ բանը դուժողը նաև ներկայացրեց վնասվածքները պատշաճ չարծանագրելու բան բժշկական կենտրոնի կողմից որը բան անթույլատրելի է, այսինքն ամեն ինչ տարվում է նրան ու նաև քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումը ուղիղ պատասխանատու է, որ պետք է գործը արագ քննվի եւ վերջապես լուծում գտնվի, բայց հիմնականում խոշտանգումների գործերը 2 տարի քրեական վարույթ է նախաձեռնվում, դուժող է հարձակվում եւ գործով վերջ որևէ նորություն չի լինում 2 տարի հետո նոր որոշում են առերեսում կատարեն եւ հետագայում հանրային քրեական հետապնդում չի հարուցվում ոստիկանների նկատմամբ։ Սա չի խոսում նրա մասին, որ գործը արդյունավետ եւ արագ քննվեց։ Եվ սա էլ հերթական դեպքն է, որ մենք տեսնում ենք բավականին արդեն տևական ժամանակ անցել է, որովհետև դուժողի հարցաքննությունից բացի, որովհետև մենք նորություն չունենք քրեական վարույթով ինչ գործողություններ է կատարվում, որովհետև մեկին եթե մեղադրանք առաջադրված լիներ, մենք կիմանայինք այդ մասին։ Փաստացիորեն հարգելի քաղաքացիները թող իմանան, որ կարող է ոստիկանությունը մտնի իրենց տուն, ծեզի ենթարկի, այն էլ տեսախցիկով արձանագրվի, որ որևէ մեկը չպատժվի, անպատիժ մնա։ Սա ոչ առաջի դեպքն է, ոչ երկրորդ վերջինը կլինի։ Ցավոք սրտի լավ կլիներ, որ վերջինը լինի, բայց ցավոք սրտի այդ բռնությունները երևում են, որ սա վերջի դեպքը չի լինելու եւ շարունակվում է ուղիղ պատասխանատուն այս դեպքում պետությունն է, իդեմս քննչական կոմիտեի, որովհետեւ նրանք համապատասխան ստորաբաժանումներ ունեն պայքարելու խոշտանգումների դեմ։ Դե պայքարեք, ձեզ ով է խանգարում, որ այդ խոշտանգումների դեմ պայքարեք եւ պատասխանատվության ենթարկեք մեղավոր անձանց։ Ի վերջո, եթե այսօր Սերգեյ Աբրամյանն է, վաղը մեզանից ցանկացած մեկը կլինի, ով կենթարկվի խոշտանգումների ուժային կառույցների կողմից սա պետք է, չգիտեմ, արատավոր երևույթ է, որ պետք է կտրուկ վերացնել, բայց ցավոք սրտի այն կառույցը, որ պետք է այդ հայտարարությամբ կար եւ դատապարտեր բռնությունը, սակայն այլ հայտարարությամբ հանդես եկավ եւ ներկայացրեց իբրև ամեն ինչ դուժողն է մեղավոր, ոստիկանությունը որևէ մեղ չունի այստեղ, որը անթույլատրելի է նման պայմաններում, երբ որ անդադ խոսվում է բարեփոխումների մասին, սակայն կատարվում են նմանատիպ գործողություններ ոստիկանության կողմից եւ համապատասխան իրավասու մարմինը չի դատապարտում, այլ ավելին ասում է, որ դա ընդամենը դուժողը չէր ենթարկվում ոստիկանությանը եւ ոստիկանությունը ուժ է կիրառ է, դա անթույլատրելի է, չգիտեմ, դա անբացատրելի է։ Հետքը ուսումնասիրություններ կատարել Հայաստանում տարեկան միջինում 180 հաղորդում է ներկայացվում իրավապահ մարմինների ներկայացուցիչների քաղաքացիների նկատմամբ բռնությունների վերաբերյալ, Նախաձեռնված քրեական վարույթների միայն 1.8%-ն է հասնում դատարան, մնացած վարույթները կարճվում են կամ ճակատագրերը մնում են անհայտ։ Այս պահին կարող եք ներկայացնել օրինակ ոստիկանների կողմից, դուք ձեր խոսքում նշեցիք խոշտանգման հոդված գրեթե չի կիրառվում, այդուհանդերձ եթե կիրառվում է, կա դատապարտյալ կա գործ, որ հասել է վերջին այսպես արդյունքին։ Ոստիկանության մասով նմանատիպ տեղեկություն չունեմ, բայց Արմեն Աղաջանյանի գործը կարող եմ մատնանշել, բայց այդ դեպքում դա Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից է իրականացվել խոշտանգումը, դա էլ մեզանից պահանջվեց 6 տարի, որ պայքարեինք, այն որ հիշում եք ինչպես արտարացված խոշտանգման հոդվածով, հետո Վջռաբեկ դատանը բեկանեց, գործ ուղարկեց առաջ Ջանի դատան արդեն իսկ օրինական ուժի մեջ մտած մի
անց կրում է իր պատիժը խոշտանգման հոդվածով, երկրորդ մեղադրյալի մասը կորզը կդնում է վերաքննիչ դատարանում, սա բան քրեակատարողական հիմնարկի աշխատակցին է վերաբերում, իսկ ոստիկանության մասով ես ինչքան տեղեկություն ունեմ, նաև Շենգավիթի ոստիկանության օպերներն են դատապարտվել հենց խոշտանգման հոդվածով, բայց այդ ավելի ճշգրիտ եւ դատախազությունը կներկայացնի, արդյոք դա մի դեպք է, թե 3 դեպք է, որ բայց դա որևէ արտարացում, հաշված դեպքեր են, դա արտարացում չէ, որ մի կամ 2 դեպք կա, որ բան թեկուզ մի ոստիկան ենթարկված լինի քրեական պատասխանատվության կամ քրեակատարողական ծառայության մի աշխատակից կամ 2 աշխատակից դատապարտված լինեն, նաև ուզում եմ բան անդրադառնամ բան քրեակատարողական հիմնարկների խնդիրներին նաև շատ կարևոր է արձանագրել այն մավան դեպքերը, որը շատ մտահոգիչ է, որը նաև փոխկապակցված է վատ վերաբերմունքի, կյանքի իրավունքի հետ կապված, որը անթույլատրել է, չգիտեմ, իսկապես այնպիսի բաներ են տեղի ունենում, այնպիսի բռնություններ են տեղի ունենում, որը շատ մտահոգիչ է, բայց ամեն դեպքում թող տուժողը չհիասթափվի, ամեն դեպքում կազմակերպությունը պայքարելու է, ինչքան որ կարող է, որ հասնի ինչ-որ անձի պատասխանատվության, քանի որ եթե այդ պատասխանատվությունը չլինի, կարելի ասել, որ ընդհանրապես խոշտանգումների մասին բերեք չխոսենք նաև այն մասին, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, եթե ժողովրդավար երկրում նմանատիպ բան է տեղի ունենում, ապա ուղիղ պատասխանատու անձինք պետք է լինեն, եթե պատասխանատ չեն որևէ մեկը պատասխանատվության ենթարկվելու, անիմաստ են տանպես այս թեմային անդրադառնալ։ Շնորհակալություն, խոշտանգման դեպքերի մասին բազմիցս նաև նշել եք, որ լատենտային այսպես բնույթ է կրում, քանի որ ոչ բոլորն են նաև բարձրաձայնում, հա, ու այս առումով իհարկե կարևոր է պարոն Աբրահամյան ձեր որոշումը խնդրի մասին բարձրաձայնելը, եթե կա այսպես ասելիք այս առնչությամբ ինչը ձրթեց ձեզ, հա, խոշտանգման մասին բարձրաձայնել եւ պայքարել։ Նաև եթե այս բանին հանդիպեք ոստիկաններին կամ ոստիկանության ղեկավարներին, կա որևէ բան, որ կուզեք նրանց ասել։ Իրենց ասելու ոչինչ չունեմ, բայց քանի որ այդ 2021 թվականին եղել է 4 տարի այտենց բաց թողել է, ընդ որում նույնքան իջի մոտ էլ մակագրվել է գործը, այդ կրկնվելը արդեն մտահոգել է ինձ։ Ես 3 հատ երեխա ունեմ, որից 2-ը գերազանցիկ սովորող, ես էլ նյարդային խնդիրներ ունեմ։ Այնպես չի, որ չեմ անում։ Կարող է այդ որ ասում են ռիսկայնությունը բարձր է, մեր ասկորկայի, դուշմանի, բոլորի ռիսկայնությունը բարձր է, բայց ես իմ ազգից նկատմամբ սիրով եմ լցված։ Ծնունդով էլ կապանցի եմ, հաստատ վստահ եմ, եթե իմ անհրաժեշտություն ունի, ես կյանքս կնվիրեմ այս երկրի համար։ Բայց եթե հանկարծ խեղդվեմ բգիս հասնի, որ հանկարծ որևիցե մեկը պատասխանատվության չենթարկի, ես էդի կընկալեմ ուղղակի, որ այդ բեռը թողնում են իմ ուսերի վրա։ Շնորհակալություն, որպես ամփոփում Տիկին Կարապետյանց մշտապես նշում ենք, հա, բռնությունները շարունակվում են։ Այս համատեքստում ինչպես կգնահատեք մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում։ Ես անչափ շնորհակալ եմ այն բոլոր մարդկանց, ովքեր իրանց նյարդերի, իրանց կյանքի, իրանց, չգիտեմ, հանգստի հաշվին չարչարանքով շատ մեծ խոսում են խնդիրների մասին, խոսքը եւ ձեր մասին է եւ մնացած բոլոր մեր այն վստահորդների մասին է, որոնք որ մեզ վստահել են ու մեզ հետ պայքարում են, որովհետեւ ցավոք սրտի այդ պայքարը կարող է տևել տարիներ։ Մենք չենք հոգնում որպես կազմակերպություն, որպես թիմ, բայց մարդկայնորեն առանձին մարդու համար ես հասկանում եմ, թե ինչքան դժվար է առհասարակ սկզբի համար խոսելը, հետո այդքան երկար սպասել, որ արդարադատություն լինի ու միշտ չի, որ այդ արդարադատությունը ամբողջական է լինում կամ ուշացված չի լինում։ Այնպես որ շատ կարևոր է արդարադատության բանի մասին, հա, բովանդակային առումով դա պայքար է առանձին Հայաստանի Հանրապետության այս դեպքում հենց հպարտ քաղաքացիների մասին էստեղ է խոսքը, որովհետև մարդ պիտի արժանապատվություն ունենա իր իրավունքների համար միջև վերջ պայքարի։ Դա շնորհակալություն բոլոր այն իրավապաշտպաններին, որոնք որ չեն փոխել իրենց դիրքորոշումները ու մնացել են հավատարիմ այն խոստումների կամ այն ստատուսին, որ իրանք ստանձնել են, այլ ոչ թե դարձել են օրվա իշխանության պրոպագանդիստներ։ Շնորհակալություն են բոլոր փաստաբաններին, որոնք նույնպես անձնվիրաբար պայքարում են։ Շնորհակալություն
տպավորություն են adekvat մնացած լրատվամիջոցներին, որոնք անընդհատ այս խնդիրների մասին խոսում են, որտեղ դա ձեզ համար էլ է շատ դժվար, դա լրագրողների համար էլ ամեն անգամ շատ դժվար լսել այս պատմությունները, ու մենք իրական պայքարողները դա մենք ենք, դա ոչ իրավապահ մարմիններն են, ոչ օրվա իշխանություններն են, անկախ իրենց անունազգաններից, դա մենք ենք, որովհետև դա պետք է մեզ, որպեսզի մենք վստահ լինենք, որ հաջորդիվ մեր երեխաների նկատմամբ այսպիսի վարքագիծ չի դրսևորվելու, որ մեր մտերիմ հարազատ ցանկացած ծանոթ անծանոթ մարդու նկատմամբ այսպիսի վարքագիծ չի դրսևորվելու։ Սա մեր պայքարն է, ու մենք պիտի այս պայքարում հաղթենք, ուրիշ այլընտրանք մենք ուղղակի չունենք։ Մենք պետություն, պետականություն, կայացած ինստիտուտներ կամ ունենալու ենք, կամ չենք լինելու։ Հետևաբար պայքարը շատ լուրջ է։ Շատերին թվում է, թե սա նորից առանձին մի հոգու մասին չի խոսքը, թեպետ առանձին յուրաքանչյուր մարդը բացարձակ կարևորություն է եւ արժեք է, բայց խոսքը շատ ավելի լայն իմաստով, ավելի բովանդակային իմաստով խնդրի մասին է, որը մենք պիտի հաղթահարենք, տարբերակ չկա ուղղակի ուրիշ։ Շնորհակալ եմ հարգելի բանախոսներ, հիշեցնեմ մեդիա կենտրոնում տեղի ունեցավ քննարկում սկոչով փակել են բերանը ու ծեծել հերթական խոշտանգումը ոստիկանությունում թեմայով։ Մեր բանախոսներն էին Սերգեյ Աբրահամյանը, ոստիկանություն բռնության ենթարկված քաղաքացի, Արա Ղարագյոզյանը, Սերգեյ Աբրահամյանի փաստաբան եւ Նինա Կարապետյանցը իրավապաշտպան Հելսինկյան ասոցիացիա հասարակական կազմակերպության ղեկավար։ Շնորհակալ եմ, հաջողություն։